Մեր տան մի ճրակ կա, այն վարվում է միշտ խաղաղ, յուրաքանչյուր զավակ այնպես րոպե անգամ չի կարող դուրս գալ իր մոր սրտից, կայց և կազդում էր սրտում, սիրտն է իմ քո ձեռքերում։ Արթիքսի 12-ամյա Լուսինեի բանաստեղծությունը ծնվեց, երբ մայրը հիվանդանոցում էր վիրահատության։ Մայրը Լիլիթ Մարկոսյանը պատմում է, 1 տարի առաջ էր, կեսգիշերն անց արթնացավ դեմքի անտանելի ցավից։ Ասի երևի ինչ-որ բորբոքում ունեմ բան, պես մտածեցի, երկար ժամանակ, բայց տևեց մի ամիս, 2 ամիս, հետո սկզբնական շրջանում ցավեր ունեի, հետո ցավերը վերջացավ, բայց նորից էլի նույն բացվածքի սահմանափակումը կար։ Ամուսնու հետ միասին նախ քաղաքի, ապա մարզի, հետո հանրապետության լավագույն մասնագետների մոտ գնացին։ Լիլիթի դիմածնոտային սուր ցավերի պատճառը ոչ ոք չհասկացավ։ Ցանկը դիմացս անընդհատ տարբեր հիվանդանոցների հետ կապ ունեի, բայց ոչ միտեղ չկար այդ մասնագետը։ Օրեր անց գործընկերուհին Լիլիթին տեղեկացրեց. Հայաստան համահայկական հիմնադրամը Միացյալ Նահանգներից Հայաստան է հրավիրել տարբեր մասնագիտացմամբ բժիշկների խմբի։ Գլենդել Ադվենտիստ բժշկական կենտրոնի լավագույն մասնագետները սահմանային նոյեմբերյանի հիվանդանոցում իրականացնելու են անվճար վիրահատություններ։ Լիլիթը ընկերուհու միջոցով հանդիպեց բժիշկներից մեկի հետ։ Նայեց, ասեց, որ ես իմ վիրահատությունս այնպիսին է, որ 2 հատ դուք պետք է տանեք վիրահատություն, ես այս առաջինը կանեմ, ձեզ կօգնեմ, եթե հանկարծ վաղ վիճակվի ես նորից կամ Հայաստան, անպայման երկրորդ վիրահատությունն էլ կկազմակերպեմ, էլի։ Լիլիթը գրեթե 1 տարի չէր կարողացել նորմալ սնվել, առաջացել էր բերանի բացվածքի դեֆորմացիա, ուժել էր նաև վերին ատամնաշարը, ծամել կծել չկարողանալու պատճառով թուլացել էին ատամները։ Մի սանտիմետր խախտում կար համարյա վերի ու վարի ծնոտի։ Ըստ այդմ էլ, որ ասենք բացվածքը չէր եղել, գերաճ էր տվեց տեղ ինչ-որ ոսկորի գերաճ։ Նոյեմբերյանի հիվանդանոց ամուսինները գնացին ամերիկահայ բժիշկների մեկնելուց 1 օր առաջ։ Լիլիթին անմիջապես պառկեցրին և սկսվեց 4 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը։ Անհանգիստ ամուսինը հիվանդանոցի միջանցքներում այս ու այն կողմ անելու ընթացքում հանդիպել էր իր համար մի արտասովոր դեպքի։ Միջանցքում սպասում էի, մի զույգ մոտեցան, փոքր երեխայի հետ, երևի հիվանդ էր երեխան էր։ Զգացվեց, որ հիվանդ էր։ Դե բժիշկների կողմ մտան, երևի երեխան լավ չէր զգացել, ելել էին անալիզ տալու։ Անալիզը տվեցին, ինչ որ գումար էին այնտեղ։ Մուծում կա պետական ինչ որ բան, մարդիկի վիճակի չէին այդ մուսմանը։ Մոտեցան, հա։ Մոտեցավ, այնտեղ մի չեմ ուղղակի Ռեբեկա էր ոնց որ այդ աղջկա անունը, էլի ամերիկահայ էր ինքը, քույր էր։ Իրան մոտեցան։ Մոտեցավ, պրոբլեմ կա երեխու մոտ, նույն րոպեին, նույնիսկ չմտածեցին այդ նույն րոպեին անալիզներ տվեցին երեխեքին, օգնեցին, ես նույնիսկ ապշած էի, որ սկսեմ։ Ինքը իր գումարը նույնիսկ իր մոտից հանեց տվեց, ասեց դուք ոչ մեկին գումար չտաք։ Ինքը իր մոտից գրբանից հանեց, ասեց եթե ձեզանից մուծում են ուզել, ես ձեզ կտամ հիմա այդ գումարը։ Հա, ու հանեց իր մոտից տվեց այդ գումարը։ Մենք էլ տեսանք, էլի, вообще շատ հոգատար էին, մենք զարմացած ենք։ Բարեհաջող ավարտված վիրահատությունից մի քանի ժամ անց Լիլիթը դուրս գրվեց և վերադարձավ Արթիկ։ Այստեղ, բացի տան անդամներից, նրան անհամբեր սպասում էին Արթիկի թիվ 6 հանրակրթական դպրոցի իր աշակերտները։ Դպրոցում նա աշխատում է արդեն 11 տարի։ Նվիրվում եմ իմ երեխեքիս։ Տունն էլ արդեն եթե վերցնում եմ դասարան, ամուսինս բոլորին ճանաչում, երեխեքս բոլորին անընդհատ իմ թեմաս իրանք են, էլ երեխեքը։ Ամուսնու հոգատարությունն ու երեխաների ջերմությունը օգնեցին Լիլիթին արագ ապաքինվել վիրահատությունից հետո և շուտ վերադառնալ սիրելի աշխատանքին։ Վիրահատությունը կատարած բժիշկների հետ կապը մինչև հիմա էլ Լիլիթը պահում է ընկերուհու միջոցով։ Սպասում է ամերիկահայ բժիշկների հետ հերթական հանդիպմանն ու երկրորդ վիրահատությանը, որը վերջապես թույլ կտա Լիլիթին անկաշկանդ ժպտալ, իսկ դուստրը մոր բարեհաջող վիրահատությունից հետո սկսել է նաև մայր հայրենիքի մասին գրել։ Երբեք չեմ փոխի մայր Հայաստանը, քանի որ այն է իմ հայրենիքը։ Երբեք չեմ փոխի մայր Հայաստանը, քանի որ այն է իմ կյանքի հիմքը։ Ինչքան էլ գնամ շրջեմ ուրիշ տեղ, ինձ հետ կկանչի իմ հայրենիքը, իմ տառապած, իմ չարչարված, բայց հաղթանակած իմ հայրենիքը։ Շատ շնորհակալություն ձեզ։